Գիտեք, սա հնարավորություն է սահմանադրական դատարանին ապացուցելու, որ ինքը այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ եւ ի վիճակի է պահպանելու երկրի սահմանադրությունը։ Առնվազն այդ հնարավորությունը տրված է սահմանադրական դատարանին եւ 7 ընդդիմադիր քաղաքական ուժ բողոքարկել են։ Հիմա սահմանադրական բարձր դատարանը կմնա իր օրենքի շրջանակում իր դերում թե չէ, առաջիկա օրերին կպարզվի, որ ասենք այս դատարանը արդեն ունի հեղինակություն, շարժվել է մինչև հիմա օրենքի շրջանակներում, չէ, բայց ամեն դեպքում դիմում կա, հնարավորություն տրված է, տեսնենք ինչ արդյունք կլինի։ Օրբելյան պատգամավորները անցավ իրաց օրակարգում գնում են ազգային ժողով, բայց այնուամենայնիվ կարծես թե չի անցնում իրենց օրակարգը։ Այս անգամ ունեք դուք օրակարգ եւ պատրաստվում եք օրակարգը առաջ տանել։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը, վերցնում ենք մանդատները, չենք վերցնում, եթե վերցնում ենք ինչ օրակարգով, եթե գնում ենք խորհրդարան, առնվազն ինչ ճանապարհային քարտեզ ենք պատկերացնում եւ գնալու դեպքում ինչ օրակարգով, ինչ քայլերով, ինչ ռեժիմով, ինչ ենք անելու, չգնալու դեպքում ինչ ենք անելու։ Ամեն դեպքում մենք պարզ ասել ենք, մինչև հիմա ունեցել ենք տարբեր քննարկումներ եւ մեր դաշինքի կուսակցության ներսում եւ գործընկերների հետ այդ քննարկումները շարունակվում են, վերջնական եզրակացության կգանք սահմանադրական դատարանի սեփական օրակարգով եք խորհրդարան գնալու բան Սաղաթելը։ Մենք ուրիշի օրակարգով չենք առաջնորդվել, այդ հարցը ուրիշի տվեք։ Չէ, նկատի ունեմ այդ ձեր սեփական օրակարգը ինչպես եք այս անգամ արկա։ Ասենք կիմանաք։ Դե հիմա ասեք ժամանակ։ Պատկերացում ունեք։ Եվ այդ պատասխանն է, որ լսեիք պարոն Փայլյար, Շատ կամաց եք խոսում Ինչ եք կարծում, ընտրությունները այնուամենայնիվ ոչ լեգիտիմ կճանաչվեն, ինչ որոշում կկայացնի սա։ Ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքները խեղաթյուրված են եւ մեր ժողովրդի իրական կամ արտահայտությունը չի արտահայտվում։ Ընտրությունները ամբողջությամբ անցել են կեղծիքի մթնոլորտում, նախընտրական շրջանում, բուն ընտրությունների օրը այդ կեղծիքները շարունակվել են նաեւ հետընտրական շրջանում, այդ թվում նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի խայտարակ որոշումը, որը օրը ցերեկով, չէ, երեկոյան գողացավ Բարգավաճ Հայաստանի 60,000 քվեն մեկ ստորագրությամբ։ Այդ կեղծիքները շարժվում են։ Երբ որ ընդդիմությունը որոշի կազմակերպի Հիմա քննարկումները այդ առումով գնում են, որտեղ Սամվել Կարապետյանն էր խոսել ընդդիմությանը միասնական հանդես գալ այդ քննարկումներ տեղի ունենում են։ Այո, ես այսպես ասեմ, այլևս միայն խորհրդարանական գործիքով հաջողության հասնել հնարավոր չի։ Եթե մենք գնանք խորհրդարան, այդ 5 տարվա մեջ պետք է նկատած լինեիք, որ մենք չենք գնացել, նստել մնացել խորհրդարանում, առնվազն 5 տարվա մեջ 3 հատ խոշոր շարժում է գեներացվել եւ փորձ արվել այս իշխանությունը հեռացնել։ Այդ հարցը տվեք նրանց, ովքեր այս 5 տարվա մեջ ոչինչ չեն արել, այդ հարցը ինձ մի տվեք։ Լիքը մարդիկ որոշ ճանաչում են։ Ես 3 անգամ փորձել եմ։ 3 անգամ։ Առնվազն փողոցով Նիկոլին հեռացնել։ Ան ինչի մենակ։ Հետևաբար, ահա, դե ով չի արել, լավ են արել ու շնորհակալ եմ ու ճիշտ են արել ու հալալա որ եկել են ու ես ի տարբերություն շատերի գնահատում եմ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում առավել եւս քաղաքական ուժերի մասնակցություն։ Ում եք ակնարկումը։ Լավ գիտեք անում։ Հիմա նախատեսվում է պարոն Սաղաթելյան փողոցային Լավ գիտես ցավատանում եմ։ Հիմա փողոցային պայքարի արդյունքները Ամեն դեպքում տարբեր սցենարներ քննարկում են ու նաև կա խորեն հասկացությունը եւ գիտակցությունը, որ պետքա փողոց դուրս գալ առավելագույնը կազմակերպված, որպեսզի հաջողությունը լինի անխուսափելի, այսինքն փողոց դուրս գալու համար դա ճիշտ չենք համարում։ Պարոն Սաղաթելյան, հավատում եք, որ կարող է իշխանությունը փոփոխվել ընտրությունների միջոցով հաշվի առնելով նաև վերջին ընտրությունները։ Առնվազն այս պարագայում իշխանությունը ամեն ինչ արեց վերարտադրվելու համար։ Հաջորդ ընտրությունը, եթե սրանք մնան 5 տարի հետո, մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել եւ 5 տարի սպասել, այսպես ասած։ Պարոն Սաղաթելյան, հեղափոխության տրամադրությունը այս պահին տեսնում եք, թե կա Գիտեք, մինչև ժողովրդին հասնելը այդ տրամադրությունը պետք է ստեղծեն ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Ու տեսնեն ժողովրդի կողմից այդ արձագանքը կա, թե չէ, դա փոխադարձ է, ընդդիմադիր ուժեր, ժողովուրդ պետք է աշխատել, կազմակերպել այդ մթնոլորտը
ձևավորել։ Մի բան ակնհայտ է, որ ինչքան ուզում է, այսքան արտաքին խայտառակ միջամտության հսկայական ընտրակերպությունների, պետական կաշառքի, ասենց լայնածավալ խախտումների պայմաններում գործող ուժը չկարողացավ ապահովել 50% քվե։ Հետևաբար ակնհայտ է, որ կա դժգոհություն։ Հիմա մեր քաղաքական ընդդիմադիր ուժերի խնդիրն է ճիշտ կազմակերպել այդ դժգոհությունը, ճիշտ պահի դուրս գալ եւ փորձել համաժողովրդական ընդգրկում շարժման միջոցով ժողովրդի կամքը թելադրել եւ հեռացնել այս իշխանությանը։ Հիմա եթե ինձանից ժամկետ հարցնեք, ասել չեմ կարող, որովհետեւ դա միայնակ կամ մեկ ուժի որոշելիք չի, պետք է դնենք, քննարկենք, կազմակերպենք ու այս իշխանության այս խայտառակ ռեպրեսիաները ընդդիմության նկատմամբ պայմանավորված են դրանով, որպեսզի մաքսիմում ընդդիմադիր ուժերին մեկուսացնեն, սահմանափակեն, որ հնարավոր փողոցային պայքարը կարողանան խոչընդոտել կամ թույլ չտալ։